Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Գ պատում, Դավիթ և Մհեր, պատմեց Դատկու Մոչկանց գյուղացի Ավետիս Մարտիրոսյանը, գրի առավ 1910 թվականին Հայրապետ Համամջյանը։ Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ։ Ախ կուտամ զողորմին, ախ Դավիթ թագավորին, ախ Դավիթ թագավորին, ախ կդառնամ կուտամ Բաղդասարին, ախ կդառնամ կուտամ այ Բաղդասարին, ախ կուտամ զողորմին, ախ ձենով Հովանին, ախ ձենով Հովանին, ախ կուտամ զողորմին են ջոջ Մհերին, ախ կուտամ զողորմին են թլով Դավիթին, ախ կուտամ զողորմին են Խանթութ խանումին, ախ Խանթութ խանումին, ախ կուտամ զողորմին են Մսրա Մելիքին, ախ Մսրա Մելիքին, ախ կուտամ զողորմին, դառնամ կուտամ ականջ դնողին, հայրին ու մայրին։ Դավիթ, Մհեր, Բաղդասար և ձենով Հովան եղբայրներ էին։ Դավիթ թագավորը վախճանեցավ, մնաց Մհեր, Բաղդասար և ձենով Հովան։ Բաղդասար նստավ թագավոր, վախտով ժամանակով անցավ։ Բաղդասար թագավորի կին Խանթութ խանումն էր, հղի մնաց։ Բաղդասար կերթեր Սեղնասար Նեչրության, Մսրա Մելիք անոր դիմացելավ, կռվան, Բաղդասար հաղթվավ։ Մսրա Մելիքն անոր գլուխը կտրեց, Սեղնասարն ու Խանթութ խանումն առավ իրեն, խարճ ու խարաճնալ թալեց Սասնո քաղաքին։ 9 ամիս 9 օր 9 սհատ թմավ, թլով Դավիթն աշխարհ եկավ, անուն Դավիթ դրին։ Աշխարհը օրե ջոջնար, Դավիթ սհաթեն, աշխարհը ամիսեն ջոջնար, Դավիթ շաբաթեն։ Գուգա տղոց հետ ուփ լողալու։ Տղակներուն կբռնե ուփ կծքե, որը կազատվին, որը կխեղդվին։ Ազատվողները կբողոքին Մսրա Մելիքին ու կխնդրեն, որ իր տղան կորսնցնե քաղաքեն և կամ մերցնե։ Բերավ, որ վիզն առնու, Խանթութ խանում արգիլեց, թե որ չես հավատա, բիկրակն ու ոսկին թեպսիի մեջդիր տեսնենք, որը կվերցնե։ Բերին, և Դավիթ ձեռքը երկնցուց դեպի ոսկին։ Աստծո հրեշտակ անոր մատը դեպի կրակ տարավ, անալ ձեռք քաշածատեն կրակ մատին կպած, բերան տարավ լեզուն այրեցավ, այդ պատճառով ըսվեցավ թլով Դավիթ։ Մելիք տղան տնեն քշեց։ Խանթութ զայն իրեն հետ առած քաղքի մեջ են անցածատեն պարավ կինմը պատճառն հարցուց։ Խանթութ նսավ, կուզեմ այս տղան պահել տամ, թե ոչ Մելիք գլուխն պիտի առնե։ Պարավ հանձն առավ տղան պահելու, ճանկմը ոսկի առավ, տղան իր ընկերներու հետ խաղալու գնաց։ Տղակ բարտի տերև սկսան ժողվել։ Դավիթ բարտի ճղեր բռնելով ծառը պար կցուց և ընկերներու նսավ, եկեք որ չափ կուզեք ժողովեք ու վրան նստեք։ Տղակ ծառին վրա ժողովեցան։ Դավիթ ճյուղերեն թողուց ծառը ցնցումով կայնավ, տղակ ծառի վրայեն հեռու ինկան և վնասվեցան։ Ծնող Մելիքին բողոքեցին, որ այդ տղան իրենց թաղը չթողու։ Մսրա Մելիք տղան իր նախարարած առջև կանչելով կորոշեն սպանել։ Խանթութ խանում կներկայանա և համարձակությամբ կսե. Մսրա փաշա, չսեր թագավոր, դուն իմ գլխավորն ես, չեմ ուզեր բան ասել, եթե կուզես, թույլ տուր տղան թող իր հոր եղբայրներուն քով երթա, եթե ոչ, ձեռքս քու երկու ոտք կձգեմ, ըստ քեզ երկու կտոր կնեմ։ Անալ երկու ֆերիզ մարդոց կհանձնե կսե տարեք ճամփամը, գետեմը անցածատեն, անոր կամուրջեն վար ձգեցեք, հագուստները գաղտի ինձ բերեք, մայրը թող չլսե։ Այդ երկու ֆերիզները գետեն անցած ժամանակ, մին կամուրջի այս, մյուսը այն ծայրը կկայնի։ Դավիթ մեջերնին կառնուն։ Դավիթ անոնց միտքը կհասկնա։ Անոնք իրենց եղած հանձնարարությունը կխոստովանին։ Դավիթ կսե. Չեմ ուզեր ձեզի վնասել, քանի որ ճիշտը խոստովանեցաք։
Գացե կսեք Մելիքին, որ խանտութին դուան է, թե ոչ իր քաղաքը տակն ու վրա պիտի ավիրեի։ Անոնք ետ կդառնան, Դավիթն ալ Սասուն կուկա։ Սասունցիք երբ լսեցին Դավիթի գալը, ձենով Հովանին գացին ավետիք տարին, անալ մեծ հանդեսով դիմավորելու եկավ և զայն իր հոր Սարեն տարավ։ Սասնո մեջ նախրորդ եղավ, իրեն երկաթե կոշիկ և երկաթե գավազան մահանձնեցին։ Դավիթ տավարներ ու ոչխարներ լեր տարավ արածելու։ Ու երբ որ իրկուն գեղ դարձավ, լեռան մեջ գտնվող վայրի գազաններն ալ հավաքելով նախիրին խառնեց, հետը բերավ։ Գեղացիկ, որ զայդ կտեսնան, կսկսին սարսափիլ։ Մինչ Դավիթ բնավ չէր վախնար, ընտանի անասնոց նման անոնց ետևեն կվազնե, կզարնե, կհալացե և մեկ տեղ կհավաքե։ Հաջորդ օրը կեսօրին ճաշի ժամանակ պառավ Դավիթին հաց տարավ և տեսավ, որ Դավիթ ինկեր է անտառի մեջ, հոգնած ու քրտնած և այդ տեղի գազանները կհալացե։ Պառավ կծայնե Դավիթ, արի հաց կեր, անոնք կհանգստանան։ Դավիթ պատասխանեց. մամի, Սարի պլպստանները չեն դադրեր։ Դավիթ երբ եկավ, հացին մոտեցավ, գազաններն ալ հոգնած նստեցան։ Դավիթ ճաշը լրացնելեն հետո, վերստին գազաններն սկսավ հալացել, մինչև երեկոյին գազանները հավաքելու աշխատության մեջ եղավ։ Պառավ երբ ետ դարձավ, քաղաքացված պատմեց Դավիթի արարք։ Ու երբ որ երեկոյին անիկա քաղաք եկավ գազաններին հետ բերած, ժողովուրդ ահեն ու սարսափեն բռնված իրենց տուներու դռները գոցեցին։ Պառավ երբ ետ դարձավ, քաղաքացված պատմեց Դավիթի արարքը։ Ու երբ որ երեկոյին անիկա քաղաք եկավ գազանները հետ բերած, ժողովուրդ ահեն ու սարսափեն բռնված իրենց տուներու դռները գոցեցին։ Երեկոյին, երբ Դավիթ տուն եկավ, դռները գոց գտավ, խրոխտ ձայնով կանչեց. բացեք դռները, ձեր մեկ քորկով ըրած եմ 10 ու 20 ընտիր կովեր, բացեք ներս ընդունեցեք ձեր անասունները։ Բայց ոչ ոք համարձակեցավ։ Դավիթի կոշիկներն ու գավազանը բոլորովին մաշած ու կտրտած էին։ Հաջորդ օրը նորեն հագավ և այս անգամ հովիվ եղավ։ Միևնույն բանը հովվության ատեներավ, ժողովուրդը զինք այդ պաշտոնեն ալ հանեց։ Այս անգամ Դավիթ հառավ իր դերգավան, գնաց պառավի մկորեկի արտին մեջ թրջուն որսալու։ Պառավը երբ զայն տեսավ, ձայնեց. Դավիթ, քթետարյուն առնիմ, եթե քեզ որս պետք է, գնա Սևսար, որ կսվի Սեղնասար, հորդ մեռնել են և մորդ Մսր տարվել են ի վեր, որ 7 տարի է, մսրամելիք բադան քաշեր է բոլորտիքն։ Հոն բնավ որ չէ եղած, գնա հոն և որ չափ գազան կուզես, որսացիր։ Դավիթ գնաց մոտ իր բաբեր և ըսավ. եկեք ինձ Սեղնասար ցույց տվեք, թե ոչ ձեր վիզը կկտրեմ։ Ձենով Հովան հետևեցավ իրեն։ Գնացին անտառին պարիսպները։ Իր գուրզով պատռեց մի քանի տեղեր, գազաններ փախան, ինք հալացեց զանոնք, գիշերը վրա հասավ, ետ դարձավ։ Գիշերը վրա հասած ըլլալով ճամփուն վրա պառկեցավ, երազմը տեսավ, մեկը իրեն կսեր. Դավիթ ել, հոս մայր Աստծո հիշատակին համար վանք մշինե, օրեշինե, պատրաստե, օծե, պատարակե, ասով այլևս հավիտյան քեզ բան չլար։ Դավիթ արթնցավ, տեսավ իր 100 ժամ հեռավորությամբ լույս մը ելևեջ կնե։ Գնաց դաշույնը հոն մխեց, եկավ կրկին քնավ։ Առավոտ ձենով Հովանեն պահանջեց, որ հոն վանք մի շինվի։ Հովան ըսավ. կանչել վերձի, սուքել վերքի։ Ախ տիկանչիմ տիգան, ախ տիկանչիմ տիգան, ախ 40,000 թամալճի, ախ 40,000 թամալճի։ Ախ տիկանչիմ տիգան, ախ տիկանչիմ տիգան, ախ 40,000 ուստա, ախ 40,000 ուստա։ Ախ տիկանչիմ տիգան, ախ տիկանչիմ տիգան, ախ 40,000 չամուրճի, ախ 40,000 չամուրճի։ Ախ տիկանչիմ տիգան, ախ տիկանչիմ տիգան, ախ 40,000 թեկնեճի, ախ 40,000 թեկնեճի։ Ախ տիկանչիմ տիգան, ախ տիկանչիմ տիգան, ախ 40,000 քար տվող, ախ 40,000 քար տվող։
Բոլորն եկան իրենց գործիներով և մինչև երեկոյին շինեցին եկեղեցին, միայն ծեփը մնաց, այդ պատճառով փլեցավ։ Երազը կրկնվեցավ Դավիթին, Դավիթ Հովանին ասավ. «Բաբեր, չէ որ ես ուզեցի ամեն բան օրը լրանա, ինչու ծեփ պակած թողուցիք, որ փլեցավ»։ Հովան ասավ, թե ուրեմն կրկին կանչիմ, որ գան լրացնեն, այս անգամ փոխանակ 40,000-ի 40-ական, այսպես. աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 խման թամալջի, աղ 40 խման թամալջի։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40,000 ուստա, աղ 40,000 ուստա։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40,000 չամուրջի, աղ 40,000 չամուրջի։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40,000 թեկնեջի, աղ 40,000 թեկնեջի։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40,000 քար տվող, աղ 40,000 քար տվող։ Բոլորն ալ եկան և եկեղեցի շինեցին, երբ լրացավ, ձենով Հովան կանչեց. աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 եպիսկոպոս, աղ 40 եպիսկոպոս։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 վարդապետ, աղ 40 վարդապետ։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 երեց, աղ 40 երեց։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 սարկավակ, աղ 40 սարկավակ։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 լուսարար, աղ 40 լուսարար։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, աղ 40 նոպատար, աղ 40 նոպատար։ Իրիկուն ժամուատեն ամեն բան լրացավ, եկեղեցին Մայր Աստվածածին անվանեցին, միաբանները վանք թողուցին, իրենք դարձան եկան Սասուն քաղաք, Դավիթ սկսավ իր որսորդություն։ Ժամանակի վերջ Մսրամելիք սեղնասար որսորդության եկավ, երբ զայն ավերված կտեսնե, բարկացած ետ կդառնա իր նախարարներուն կպատմե, անոնքալ խորուրդ կուտան, որ ղրկեն Սասունեն վերգի պահանջեն։ Եթե տան, արդեն իրենք չեն, եթե չտան իրենք են, և Դավիթ ալ ողջ է։ Անալ Կուզբատին 40 զորքով կղրգե, որ կուկա ձենով Հովանեն տուրք կպահանջե։ Ձենով Հովան միրուկոտով ոսկի կչապե։ Այդ ատեն Դավիթ պարավիմը արտեն շողգամ կքաշե, կլորները կուտե և մյուսներ վերստին իրենց տեղ կտնկե։ Պարավ դուրս կուգա անիծելով կսե Դավիթ, փոխանակ իմ խեղճի շողգամները քաշելու, գնա Կուզբատին արգիլե, որ եկած է, ոսկին շնիկով կչապե կտանի։ Դավիթ տուն կուգա չափը ձենով Հովանեն կառնե, որ ինք չափե։ Զայն երեսի վրա կդարձնե, ոսկիները վրան կլեցնե, հավասարաչափ փայտով զանոնք վրայեն սրբելով կսե 1, 2։ Կուզբատին զայն տեսնելով կբարկանա և Դավիթին կապտակե, Դավիթ անոր հետ եկող 40 անձին կսպանե։ Կուզբատինի ակրաները քաշելով ճակատը կշարե, ետ կղրգե և գսե գնա Մելիքինս է, ինչ որ տեսար։ Եվ հայտնե, որ որչապ ուժ ունի, իր հետ առնելով կռվի թող գա։ Կուզբատին դատարկ դարձավ։ Կնիկները զայն հերվեն տեսան և ուրախանալով պորացին Կուզբատին, երան լերան նազելով, ուստի կուգաս կակոտ բերան հետ հմլա։ Կուզբատին կպատասխանե էդ հմլա, վաղարյուն հեղեղ կելն է, ձեր երիկներու ճուճ ու պլոր հետ կբեր է, երեք ձեզի շիշ ու քյաբապ։ Կուզբատին այդ վիճակով կներկայանա Մելիքին, իր վիճակը կպատմե։ Մսրամելիք կսկսի ձայնով իր զորքերը կանչել. աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, 400,000 կարմիր ձիավոր, աղ կարմիր ձիավոր։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, 400,000 բոզ ձիավոր, աղ բոզ ձիավոր։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, 400,000 սև ձիավոր, աղ սև ձիավոր։ Աղտի կանչիմ տիգան, աղտի կանչիմ տիգան, բյուր 1000 պայավոր, աղ պայավոր։ Բոլոր երկրածինները հավաքվեցան,
Մարդ մը մեջերնին ելնելով ըսավ Մելիքին. «Ինչ հարկ այսքան մարդ մեկ մարդու վրա տանիլ, թույլ տուր, որ այս զորքերեն 40 անձ ընտրեն, երթան Դավիթի գլուխը բերեն»։ Ընդունեց Մելիք այդ առաջարկը, ղրկեց զանոնք Սասուն։ Երբ անոնք Մսրեն կմեկնեին, աղբյուրիքով կայնող կանայք կհարցնեն. «Ուր կերթակ»։ Զորապետը կպատասխանե. «Կերթանք Սասուն, կբերենք այնտեղի երկար կնիկներ ուխտ բերցնելու, կարճ կնիկներ էրկան քաղալու»։ Մեկնեցավ, եկավ Սասնո հողը հասավ։ Նախ հողագործի մը հանդիպեցավ, հարցուց. «Դավիթ վանք է, թե չէ քաղաքը»։ Ըսավ քաղաքն է։ Զորապետը քաշեց անոր ականջները, երկունքն ալ գրպանը դրավ եւ գնաց վանք։ Պահապաններն ընդդիմացան, բայց վերջը խապվելով կտրված ականջներեն, կարծելով թե անոնք Դավիթին են, ներս առին։ Բոլոր միաբանությունը ջարդվեցավ, միայն մի լուսարար ազատվեցավ եւ եկավ Դավիթին իմաց տալու։ Նա այդ միջոցին նստած էր, ձենով Հովանին հետ ուրախություն կներ։ «Ախ, Դավիթ, ախ դուն կխմես նռան գինին, ախ ես կասիմ անուշ, ախ զարկին, կտրեցին 40 եպիսկոպոս»։ Դավիթը սավ բաբեր, ձայն մը ինկավ իմ ականջ, ելտեսով է, ինչ պակաս է, տվեք թող տանին։ Ձենով Հովան կսե. «Խմե, ինչ պակաս է, մենք կուտանք թող տանին»։ Դավիթ նռան 7 տարվա գինիեն գավաթ մալ խմեց։ Սարկավակ դուրսեն վերստին կանչեց վանքի կոտորածը հայտնելով։ Այդ ձայնը Դավիթին ականջը միշտ կհասներ։ Ձենով Հովան զայն խապելով կսեր. «Խունկ ու մոմ պակաս է, տվինք ղրկեցինք»։ Սարկավակը հուսահատ, վարդապետի արյունաթաթախ վերարկուն երտիսեն վար ձգեց։ Դավիթ զայրանալով մեկնեցավ անմիջապես եւ բարդի երկար մծառ արմատեն քաշելով գնաց հասավ հազարապետին եւ անոր 40 ընկերած։ Ջարդեց անոնք, միայն հազարապետը ողջ թողուց, ակրաներ ճակաճ շարեց, Մսրա Մելիքին ղրկեց, որ նորեն զորք բերե։ Մելիք իր առաջին զորքերը ղրկեց Դավիթի վրա, որ նույն ատեններ պարավի արտի մեջ թրջուններ կհալածեր։ Պարավը դուրս եկավ անիծելով հայտնեց Մելիքի գալը եւ ըսավ. «Կրնաս գնա անոր վնասե»։ Դավիթ պարավին խորուրդ կհարցնե. «Ինչպես երթամ»։ Պարավ կսե. «Գնաք ու հորեղբորս է»։ Գնաք ու հորեղբորս է, բաբեր, տուր խաչ պատերազմին վրիմաչ թևին, տուր զիմհոր թուր կեցակին վրիմաչ կշտին, տուր զիմհոր ճզմեն Սլեմանին, տուր զիմհոր Քոլոսն թավարին, տուր զիմհոր գայիշ կուրուֆին, տուր զիմհոր քուրիկ ջալալին։ Ձենով Հովան ասավ. «Խաչ պատերազմին տալով չէ, ծնրադիր խնդրե, լաց, ողպա, եթե արժանի ես կստանաս այդ լուսեղեն խաչը»։ Մյուսներ բոլորն ալ պատրաստ են։ Դավիթ խնդրեց, խաչ պատերազմին եկավ, թևին թառեցավ։ Դավիթ Քոլոսին մեջ 40 լիտր բամբակ դրավ։ 40 լիտր ալ ճզմաներուն յուրաքանչյուր ֆուրի մեջ դրավ, որ իրեն հարմարին։ Գայիշ կուրուֆին կապեց 40 փաթ, հեծավ ձին եւ եկավ դրանքով պահվեցավ։ Բաբերն կարծես թե գնացեր է սկսավ լալ եւ երգել. «Ախ կողքմամ հրեղեն խաչ պատերազմին, էլավ Սասուն քաղաքեն, ախ կողքմամ զեն թուր կեցակին, էլավ Սասուն քաղաքեն, ախ կողքմամ զեն հրեղեն Քոլոս թավարին, էլավ Սասուն քաղաքեն, ախ կողքմամ զեն ճզմեն Սլեմանին, էլավ Սասուն քաղաքեն, ախ կողքմամ զեն գայիշ կուրուֆին, էլավ Սասուն քաղաքեն, ախ կողքմամ զեն հրեղեն քուրակ ջալալին, էլավ Սասուն քաղաքեն, ախ չեմ կողքմար զեն հմեն, կողքմամ թարլան Դավիթին, որ էլավ Սասուն քաղաքեն։ Դավիթ պահվտած տեղեն դուրս ելավ եւ ըսավ. «Բաբեր, եթե այդ վերջի խոսքը չսեիր, ըստ քեզ 2 կտոր պիտի ընեի եւ վերջ կերտայի»։ Մնաս բարով ըսելով մեկնեցավ։ Հասավ պարավի կորեկի արտիքով, պարավ կանչեց անոր. «Կեցիր, բան մսեմ քեզ եւ հետո գնա»։ Դավիթ կայնեցավ, պարավ ըսավ. «Քուրկիկ ջալալին, որ ուղությամբ կամ ճամփայով որ երթա,
գլուխն ազատ թող իր ուզած կողմեն թող երթա։ Շատ գնաց թե քիչ, վերջապես հասավ մի նեղ ճանապարհի, որ կբաժնվեր լայն ճանապարհեն եւ կերթար դեպի լեռ։ Արահետը կանաչներով ծածկված էր եւ հազիվ կնշմարվեր։ Դավիթ չուզեց երթալ այդ կողմեն։ Ստիպեց ձին, որ ետ դառնա, ձին համառեցավ։ Դավիթ ասպանդակներով անոր կողի մի ոսկոր կոտրեց։ Ձին բարկանալով Դավիթին վար ձգեց եւ գնաց մի լեռնադաշտի վրա, որ ծաղիկներով եւ մարգերով ծածկված էր։ Հոնախպյուր մկար, որո ջուրը հիանալի անուշություն մը ուներ եւ վեր կբարձրանար եւ ինքնին ցած կիջներ եւ ավազներու մեջ կգործվեր։ Դավիթ սթափեցավ, գնաց այդ աղբյուրի վրա։ Ձին այդ ջրեն լողացուց, ջուր խմցուց, ձին սկսավ հոնարացել։ Ինքն ալ լողացավ, ջուր խմեց, քնացավ։ Քոլոսն ու ճզմաներ իր մե հերու ինկան։ Գայիշն սկսավ զինքնեղել։ Արթնցավ, գայիշի արզոգ բացեց։ Հազիվ մի քանի փաթ եղավ այս անգամ։ Քոլոսի եւ ճզմաներու բամբակները թափեց եւ հազիվ հարմարեցան։ Գնաց, բարձր լեռան գլուխ ելավ։ Տեսավ, որ ընդարձակ հովիտի մեջ անթիվ ու անհամար զորքեր լեցված են։ Երկյուղեն շփոթած, մորցավ խաչ պատերազմին եւ իր պատերազմային պատրաստություններն առնել։ Ձինալ իր ֆարասատ կորսնցուց։ Դավիթն ինքն իրեն ասավ. «Ով Տեր, եթե ասոնք բամբակը լան եւ ես կրակ, չպիտի կրնամ այրել։ Եթե գարնան վռնիկ գառները լան ու ես սարի արնխում գայլ, չպիտի կրնամ անոնց վրա։ Ու անոնք փոշի լան ու ես գարնան հորդ գետ, չպիտի կրնամ տանիլ։ Տեր, դուն ինձ օգնե»։ Ըսավ ու սկսավ պատերազմիլ։ Երկար պատերազմելեն հետո հաղթվեցավ։ Իր աստղը երկինքը սկսավ նղժորիլ։ Ձենով Հովանի մատանի իակը մատին վրա լերտվավ խավարող արևի պես։ Ձին դուրս հանեց ու հեցնելեն առաջ հարցուց ձիուն. «Երբ կրնաս զիս Դավիթին հասցնել»։ Ձին ասավ 6 ժամեն։ Հովան ապտակ մը սարկավ ձիուն եւ ասավ. «Ձի, Դավիթ ձեռք է գնաց, ինչ դամ կհասցնես զիս Դավիթին»։ Ձին ասավ 3 ժամեն։ Հովան վերստին ապտակեց եւ միևնույն հարցը հրավ ձիուն։ Ձին պատասխանեց. «Աչ ոտքդ դիր զանկուն, աչքդ գոցե, դեռ մյուս ոտքդ զանկուն չդրած կհասցնեմ»։ Ձենով Հովան հասավ Դավիթին, տեսավ, որ քիչ մնացած է Դավիթ թշնամիներու ձեռքինա։ Կանչեց բարձրեն. «Հեյ Դավիթ, կոտրեր եք ու բերան, կանչե»։ Հացն ու գինին, Մարաթի բարձր աստվածածին, խաչ պատերազմին վերիմաչ թևին, քաշեմ թուրնի կեցակին, բերեմ բյուրն հազարին։ Դավիթ պատասխանեց. «Բաբեր, դարձի գնա, վերադարձիս քու բարությունդ չպիտի մոռնամ, գիտցա ինչ կսես»։ Դավիթ ինքն իրեն ասավ. «Յա հացն ու գինին, Մարաթի բարձր աստվածածին, խաչ պատերազմին վերիմաչ թևին, քաշեմ թուրնի կեցակին, բերեմ բյուրն հազարին»։ Ձիու ֆերասատն ալ եկավ իր վրա, լեզու ելնելով ասավ, որ չափ կկտրե քո թուրն կեցակին, 360 եւ 6000 էմալ կոտրե իմ պոչ, եւ խտար կոտրե քո թուր կեցակին, 360 եւ 6000 էմալ կտրե իմ ականջներ։ Ինչ խտար կոտրե քո թուր կեցակին, 360 եւ 6000 էմալ իմ բերնի շորան։ Ինչ խտար կոտրե քո թուր կեցակին, 360 եւ 6000 էմալ իմ ոտած նալեր։ Դավիթ ինքավ մեջտեղ եւ սկսավ աչու ծորել, ձախով ծորթփել եւ զորած ետքը էբեր։ Կոտորածի ժամանակ ալևոր մը կկոչե. «Դավիթ, փոստ, փոստ, փոստ»։ Դավիթ զայրացավ եւ ասավ. «Դու ինձ փուշտ կսես, կաց որ քեզալ սպանեմ»։ Ալևորն ասավ. «Փուշտ չեմ ասեր, փայտոստ, փայտոստ կսեմ»։ Այդ ձայնը երբ Մսրամելիք լսեց, վրանեն դուրս ելավ եւ տեսավ արյան հեղեղի մեջ իր զորած դիակները պկլորի պես կծպծփան։
թուրը թևեն խաչ մվզեն կախած եկավ հաշտվելու, հաշտվեցան, Մելիքս Դավիթ հրավիրեց իր վրանի տակ, կերակուրի ատեն պատվիրած էր, որ նրան 7 տարվա գինին Դավիթին տան նորը իրեն փոքր ամանով, թլոլ Դավիթին մեծ քասով տան, որ արպենա և սպանեն։ Երբ Դավիթ արպեցավ, գութանի զնճիլով 40 փաթ կապեցին, ձենով Հովան մատանիի լերտվելեն իմացավ, որ Դավիթ նեղության մեջ է, հեծավ ձին և անմիջապես օգնության հասավ և բարձր ձայնով կանչեց. Դավիթ, ըսե հացն ու գինին մարաթին ու սուրբ աստվածածին։ Դավիթ հսավ բաբեր հեռու գնա, հիմա շղթայի կտորները Սասնո երկիր կհասցնեմ, ձենով Հովան ետ դարձավ, թլոլ Դավիթ շղթան փշուր հրավ ու ազատվեցավ։ Հետո Մելիքի հետ վեճի բռնվելով 40 ջաղացի քար, 40 գոմեշի կաշի, 40 կանգուն փոսի վրա դրին։ Մելիք մեջը մտավ և ասավ. Դավիթ, 3 անգամ թրովդ զարք, եթե կրցար քարերը կոտրելով զիսը սպաննել, լավ, եթե չկրցար, ես կելնեմ կփորձեմ։ Դավիթ չընդունեց, ասավ. նախ ես կմտնեմ։ Մտավ։ Մելիք չկրցավ վնասել, Դավիթ ելավ, Մելիք մտած ատեն Դավիթ կոչեց. Յա հացն ու գինին, մարաթի սուրբ աստվածածին, խաչ պատերազմին, քաշեմ թուր կեցակին այնպես զարկեմ կտրեմ, 40 ջաղցի քար, 40 գոմ շիկաշին, այնպես կտրեմ Մսրա Մելիքին, որ մազ վեր մազի եվել պակաս չգա։ Զարկավ, կտրեց, 2 կտոր եղավ, զատ կշռեց, կտորներեն մին ծանր եկավ, մյուսեն 40 լիտր, նայեցավ, որ պլորի ձախ ձուն պակաս էր, մեկ ալը բերավ կշռեց, 40 լիտր եղավ, ասով 2 կտորները հավասարեցան։ Վեգոն զինք ծաղրածը լալուն վերադարձին Մելիքի ձուն հետ բերավ և դիտմամբ ձգեց Վեգոյի տանիքին, որ զայն փլցուց և վար իջավ։ Վեգոն, որ կտավագործ էր, երկյուղեն դուրս փախավ, փոր Հարութենե բռնվելով, ըսվեցավ ցռան Վեգո։